Դարերով մեր հետ խաղացել են նույն խաղը։ Մեզ տարել են մինչև կործանում, այդ կործանումից հետո մեզ տվել են փշրանքներ, ու այդ փշրանքները անվանել են պահպանված պետականություն, ինչ այսօր անում է Նիկոլը։ Ամեն ինչ կորցրեցինք, զոհերը ունենք, կորցրած տարածքները ունենք, ինքը դա անվանում է, որ պետականություն է պահպանում։ Բացի այս ամեն ինչը, մեզ միշտ սփռել են աշխարհով մեկ, ու ամեն տեղ աշխարհի որ ծայրում էլ եղել ենք, տվել են աշխատելու ու գոյատևելու հնարավորություն, բայց ոչ մի դեպքում երբեք թույլ չեն տվել լիարժեք պետական կամք։ Հիմա Սփյուռքից նայողներ էլ կան, ամեն ինչ կարաք ունենաք աշխատելու տեղ, գոյությունը պաշտպանելու ամեն հնարավորություն։ Մի հատ ձեռքները դրեք սրտներիդ ու ասեք, դուք որպես հայ ազգի ներկայացուցիչ զգում եք ձեզ որևիցե կերպով պետական կամքի լիարժեք կարող։ Իհարկե չէ։ Իսկ ինչի ենք մենք միշտ գլխներիս ունեցել թույլ տվողներ, որովհետև վախերից ու խուսափողական մտածելակերպից ելնելով, պառակտված ու իրար չսիրելու ու փնովելու արդյունքում միշտ եղել ենք լուր ու մեկը ուզած, մյուսը չուզած, բայց եղել ենք խոնար ու ձեն չբարձրացնող։ Դրա համար էլ մեզնից բացի ով ասես, որ չի որոշել մեր ներկան ու ապագան։ Մեզ պահել են որպես սփյուռք, բայց ոչ որպես սուբյեկտ։ Մեզ բանացրել են որպես հզոր տաղանդավոր նյութ, բայց մեզ երբեք չեն ընկալել, չեն ընդունել որպես որոշում կայացնող ազգ։